Եվ այսպես Հիկմետ Հաջիևը ստում է Ադրբեջանը չի հրաժարվել պատերազմական քաղաքականությունից։ Հարգելի հեռուստադիտողներ, հարգելի ընկերներ, Մեծ Բրիտանիայում Cambridge Scholar Publishing հայտնի հրատարակչությունը հրապարակում է մի գիրք հետևյալ վերնագրով Արևմտյան Ադրբեջան եւ Զանգեզուրի միջանցք։ Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից լեգիտիմացնել իրենց նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Ավելին, տեսեք, այստեղ շատ հետաքրքիր է գրքի վերնագրի ձևակերպումը, այսինքն մենք հասկանում ենք, որ Արևմտյան Ադրբեջան ասվածը ինչը իրականում Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին ադրբեջանական կվազի պետության կամ կվազի քաղաքական միավորի ձևավորում է։ Անհրաժեշտ է ադրբեջանցիներին, որպեսզի այստեղ Հայաստանի Հանրապետության տարածքում իրենք վերահսկեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիան։ Հենց սրա մասին է այս գիրքը, հենց սրա մասին է Ադրբեջանի քաղաքականությունը։ Եվ երբ որ այստեղ Հայաստան գալիս են Բաքու այցելած այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք փաստացի խոսափողի դեր են կատարում եւ փոխանցում են հայ հանրությանը այնինչ ասել է Հիկմետ Հաջիևը, ով պնդում է, թե Հայաստանի Հանրապետության հետ պատերազմի էջը իրենց համար փակված է, իրականում այս մարդիկ եւ Հիկմետ Հաջիևը պարզապես խափում են հայ հանրությանը։ Ադրբեջանի անկալումներով պատերազմական գործողությունները չեն դադարել։ Պարզապես պատերազմը ինքը այլ բնույթ է ստացել եւ այդ պատերազմի նոր տակտին անցնելուց առաջ Ադրբեջանը խնդիր ունի լեգիտիմացնելու իր նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, դրա համար քաղաքական խոսույթից Արևմտյան Ադրբեջանի մասին իրենք անցնում են կվազի գիտական խոսույթի, որովհետև այն գիրքը, որի մասին մենք նշել ենք, ինքը գոնե ֆորմալ առումով հավակնում է լինել ինչ-որ պատմական, գիտական հետազոտություն։ Պետք է նաև արձանագրենք հետևյալը. Ադրբեջանի կողմից առաջ տարվող այս նախագիծը Արևմտյան Ադրբեջան եւ Զանգեզուրի միջանցք ասվածը, սրանք պրոյեկտներ են, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանի նկրտումները չեն սահմանափակվում Հայաստանի Հանրապետության տարածքով։ Ադրբեջանի ետևում կանգնած Թուրքիայի նկրտումները չեն սահմանափակվում Հայաստանի Հանրապետության տարածքով, որովհետև այն կոնֆիգուրացիան, այն աշխարհաքաղաքական պատկերը, որոնք իրենք ուզում են ստանալ մեր տարածաշրջանում, ուղիղ ազդեցություն է ունենալու ամբողջ եվրասիական մայրցամաքի վրա, ամբողջ եվրասիական մայրցամաքի ենթակառուցվածքային համակարգի վրա, ինչը իրականում իրենից ներկայացնում Զանգեզուրի միջանցք ասվածը թուրքական եւ ադրբեջանական անկալումներով, որի պահպանությունը պետք է ապահովի Հայաստան տեղափոխված ադրբեջանցիները, որոնք կրկին ասենք պետք է լինեն վահանը։ Դա կոմունիկացիոն մի պրոյեկտ է, որ Ադրբեջանը հնարավորություն չէր ստանա ձևավորել, եթե չլիներ Արցախյան պատերազմը, եթե հայերի դեմ էթնիկ զտումը տեղի չունենար, եթե Արցախը չդատարկվեր։ Զանգեզուրի միջանցք ասվածը դա մի պրոյեկտ է, որը ոչ միայն Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ չպետք է լինի, այլ մի պրոյեկտ է, որը Ռուսաստանին դուրս է մղում Հարավային Կովկասից։ Մի պրոյեկտ է, որը Իրանի Իսլամական Հանրապետության կապը Հայաստանի Հանրապետության հետ փաստացի չեղարկում է, ինչպես նաև զրկում է Իրանի Իսլամական Հանրապետությանը կապից ընդհանրապես Կովկասի հետ, Կենտրոնական Ասիա երկրների հետ, ինչպես նաև մի պրոյեկտ է, որը ուղիղ սպառնալիք է չինական մեկ գոտի այդ նախագծի համար, ենթակառուցվածքային կարևոր նախագծի համար, այսինքն թուրքերը ադրբեջանցիների ձեռքերով Հայաստանում ուզում են մի պրոյեկտ իրականացնել, որը կրկին ասենք ամբողջ եվրասիական մայրցամաքում պետք է փոխի աշխարհաքաղաքական լոգիստիկ պատկերը, բայց սա նաև Հայաստանի Հանրապետության համար պատմական հնարավորությունների պատուհան է, որովհետև երբ որ դու գիտակցում ես, որ այս պրոյեկտը, որը քո հաշվին Ադրբեջանը եւ Թուրքիան ուզում են իրականացնել, սպառնալիք է ոչ միայն քո համար, այլ նաև Ռուսաստանի Դաշնության համար, Իրանի Իսլամական Հանրապետության համար, Չինաստանի համար, դա նշանակում է հետեւյալը, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի մեծ եվրասիական դաշինք ձևավորվի գոնե մեր տարածաշրջանի իրադարձությունների համատեքստում, այսինքն Հայաստան, Ռուսաստան, Իրան իրենք շահագրգռված են նրանում, որ այս պրոյեկտը այն տեսքով, որ Ադրբեջանը եւ Թուրքիան են պատկերացնում, տեղի չունենա, չզարգանա, ինչը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։
Այս ամեն ինչում հետաքրքրված է նաև Չինաստանը։ Չինաստանը, որ Ռուսաստանի Դաշնության այս պայդորությամբ ամենակարևոր գործընկերներից մեկն է, իրենց տնտեսական համագործակցությունը շարունակում է աճել եւ որքան ուկրաինական պատերազմը շարունակվի, այնքան այդ համագործակցությունը շարունակելու է աճել։ Հետևաբար մենք պետք է նշենք հետեւյալը, ամփոփելով Ադրբեջանը չի հրաժարվել պատերազմական քաղաքականությունից 5 տարի շարունակ Ադրբեջանը պատերազմից հետո նախապատրաստվել է պատերազմական նոր փուլի, պատերազմական նոր տակտի եւ հիմա իրենք փորձում են հիմնավորել իրենց նկարտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանություններն էլ փոխանակ գոնե փորձեին տարածաշրջանային խոշոր կոալիցիա ձևավորել, իրենք զբաղվել են ամեն ինչով, բացի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղված քայլեր ձեռնարկելուց։ Մտածեք այդ մասին։